հետ է համագործակցում։ Այո, ես արդեն ակնարկներ եմ անում, որ շատ-շատերը դրանից կհասկանան, թե խոսքը ում մասին է եւ Գնահատեք, ձեզ համար ընդունելի էր այդ մարդկանց կամ հոգեվորականների կողմից ձեռնադրվել, լոծվել քահանա։ Ուրեմն տեսեք, ես 2009 թվականին ընդունվել եմ Գևորգյան հոգևոր ճեմարան, բոլոր քննությունները ինքս եմ տվել։ Ես եմ իմ վրա աշխատել, իմ զարգացմամբ զբաղվել, եկել հասել եմ մի կետ, որ դուք մի մտածեք, որ այո, իրենց ձեռքով եմ ես ձեռնադրվել, բայց վերջապես ինձ կանչողը ոչ թե իրենք են եղել, այլ Աստված։ Վերջապես յուրաքանչյուր քահանայի քահանայության կանչողը ոչ թե մարդն է, այլ Աստված։ Եվ այս իմաստով ներողություն եմ խնդրում, ես Աստծո քահանան եմ, ոչ թե մարդու քահանան։ Բայց այդ ժամանակ իրենց կողմից դուք չգիտեիք, որ իրենք կուսակրոնության ուխտը խախտել են, կամ դուք տարիներ շարունակ հիմա տպավորություն հավաքագրվել է ինչ-որ ինֆորմացիա ձեզ տրվել։ Վերջին անգամ երբ եք եղել։ Ճիշտն ասած մի քանի ամիս առաջ։ Իսկ բոլորն են, որ մի քանի ամիս առաջ են այստեղ։ Իսկ ինչ դեպքերի հիման վրա եկա Կոհանավան։ Ձեր սկանդալային հայտարարությունների։ Սկանդալը։ Այսինքն, մինչև այդ միգուցե շատ-շատերը իմ անունս չգիտեիք, ինչ չէիք ճանաչում, որոշակի դեպքեր, իրադարձություններ տեղի ունեցան։ Դուք Facebook-ից արդեն էիք, որ Կադիրովի նման ղեկավար էիք ցանկանում Հայաստանի համար։ Ես ճիշտն ասած հիմա էլ եմ Կադիրովի նման ղեկավար ցանկանում։ Եվ սխալ չեմ համարում։ Իսկ դուք կարծում եք, որ Կադիրովը բռնապետ է։ Այդ նույն բանը Չեչնիայում կարող եք հայտարարել։ Միգուցե քաղաքականության մեջ տարիներ առաջ ես նաև որևէ մեկ իրի կամ առարկայի մասին հնարավոր էր, որ այլ պատկերացում ունենայի, բայց թույլ տվեք ասել, որ ես մեծացել եմ, զարգացում եմ որոշակի տեղի ունեցել, հետընթաց թե առաջընթաց, սրա մասին ես չէ որ պետքա վկայեմ, բայց ես շատ շնորհակալություն այս հարցի համար, լավ հարց տվեցիք, ինչու այս արշավի ֆոնին, ես հարցին պիտի փորձեմ հարցով պատասխանել։ Ինչու ամբողջ թնջուկի մեջ որոշեցին ինձ այսքան հալածել, որովհետև տարի ու կես է Տեր Արամը հալածվել է, սիրելիներ, ուզում եմ որ արձանագրեք, ես հալածված կերպար եմ, ստորացված կերպար եմ իմ եկեղեցական վերադասի կողմից ու որոշել եմ այլևս չլռել ու սրա մասին չասել։ Իմ կարծիքով դուք պետքա յուրաքանչյուր քաղաքացու եւ արդարության շահերը պաշտպանեք, ձեր անելիքը լուսաբանելն է եւ չգիտեմ, հիմա այստեղ լրատվականներ եմ տեսնում, որ միգուցե ներողություն եմ խնդրում ասացի։ Ո՞վ է հակա եկեղեցականը։ Այն մարդը, ով որ ասում է, որ եկեղեցու մեջ խնդիր կա, եկեք խնդիրը լուծենք, թե այն մարդը, որ խնդիրը կոծկում է։ Իմ կարծիքով խնդիրը կոծկողը Ների ժամանակ չեք հիշատակել ձեր թեմակալ առաջնորդին եւ կաթողիկոսին։ Ես ուզում եմ ես կաթողիկ ուրեմն շեշտել եմ, հիշատակել եմ, ես չեմ հիշատակել Արագածոտնի թեմի առաջնորդին։ Ես տեքստ չեմ փոխել, ուղղակի անուն կար, որ կարծում էի պատարագի ժամանակ չպետք է տայի այդ անունը։ Չէ, անձնական չի, այն ընդդիմությունը, որ ձևավորվել էր իր անձի շուրջ, նաև մեր թեմում, հուշում էր ինձ, որ այդ մարդը հոգևորի հետ կապ չունի, իսկ պատարագը սրբազան խորհուրդ է, իսկ սրբազան խորհրդի ժամանակ հոգևորի հետ կապ չունեցող մարդկանց անուններ չպետք է տա։ Մի բան ճշտեմ էլի, ինչպես է հա կարգը, պայմանագիր